Արձագանք։ Փաստորեն ֆիքսենք, որ անկախության հռչակագրին հղումը որևէ կերպ արտացոլված չի լինելու Սահմանադրության նոր տեքստում, դա արձանագրեցինք, ժամկետների հետ կապված նոր բան չասացիք, ինչու փոխվեց մարտի 1-ը մինչև հիմա տարվա վերջ։ Սահմանադրության մասին մեր կարծիքները բնականաբար տարբեր են, դրա մասին կարծում եմ առանձին ելույթով կխոսենք, բայց ֆունդամենտալ հարցը Տիկին Ջուլհակյան շարունակում է լինել հետևյալը։ Սահմանադրությունը մեկ ճանապարհ է նախատեսում նոր սահմանադրության ընդունման։ Այն է խորհրդարանի 2/3-ը հաստատում է եւ այնուհետեւ այդ նախագիծը դրվում է հանրաքվեի։ Դա, այսինքն առաջին քայլ, երկրորդ քայլ, ոչ թե ժողովուրդը պայմանական ինչ որ մարդիկ ասում են եկեք նոր սահմանադրություն ընդունենք եւ հետո այդ հարցը գալիս է ազգային ժողով։ Ազգային ժողովը նախագիծը հաստատում է եւ գնում։ Հիմա իմ ասածը շատ տրամաբանական է։ Այստեղ նստած մարդիկ ասում են մենք կողմ չենք քվեարկելու։ Ոչ թե նախ որովհետև այո, ապագայի մասին մեր պատկերացումները, պետության մասին մեր պատկերացումները հարությունն աստիճան տարբերվող են եւ չեն կարող հատվել որևէ կետում, բայց մենք լիազորված չենք կողմ քվեարկել այն սահմանադրությանը, որ մենք կարծում ենք Ալիևնա պատահել վստահենք, որ այդպես է։ Ո՞նց եք տեսնում իրավական ճանապարհը։ Ես նորից ձեզ Տիկին Գրիգորյան պատասխանել եմ ձեր հարցին, բայց փորձում եք անընդհատ նոր բաներ ինձ կորզել։ Նոր բան չեմ ասելու։ Նույնից ասեցի, քննարկումների միջոցով։ Սահմանադրության ձևակերպումները ես բնականաբար գիտեմ։ Ինձ դա հիշեցնել պետք չէ։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչու դեռ մարտին պետք է հրապարակված լիներ, ինչու դեռ չի հրապարակվել, այդ մասին էլի ենք խոսել։ Մենք քննարկումների կարիք դեռ ունենք, այդ թվում եւ թիմի ներսում վերջնականացնելու հետ կապված։ Հենց պատրաստ լինի, այսինքն մենք երբ զգանք, որ դա ամբողջական տեքստ է, որը կարծում ենք, որ արժանի է հանրությանը հրամցնել որպես սահմանադրության արդեն եղած նախագիծ, որի շուրջ բնականաբար պետք է սկսվեն քննարկումներ եւ նաեւ համապատասխան առաջարկներ ընդունել, նորից դրանց այդ առաջարկների հիման վրա փոփոխություններ, բնականաբար այդ ժամանակ արդեն կհրապարակվի, բայց նորից եմ ասում, ժամկետը նշվել տարվա վերջ մինչեւ հրապարակումը, մենք այդ ժամկետների մեջ կտեղավորվենք։ Շնորհակալություն։ Հարությունյան։ Շնորհակալություն։ Տիկին Ջուլհակյան, ինձ օրինակ հետաքրքիր է ձեր կարծիքը եւ մեկնաբանությունը սահմանադրությամբ անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերին հետադարձության արգելք սահմանելու մասով։ Ըստ ձեզ, հետադարձության արգելքը վերաբերում է միայն քրեական իրավունքին, թե իրավունքի նաեւ մյուս ճյուղերին, եւ երկրորդ հարցը, այդ իրավական արգելքը հետադարձության դա ըստ ձեզ վերաբերում է նյութական իրավունքի նորմերին, թե ընդհանրակարգային, այլ կերպ ասած դատավարական իրավունքի նորմերին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան, ինչպես են վերաբերվում վատ են վերաբերվում եւ եթե ընդունելի լիներ հետադարձ ուժ տալը, բնականաբար շատ փոփոխություններ կարվեին, որոնք որ հետադարձ ուժ կտային։ Ես ձեզ պետք է ասեմ, որ մեր նախընտրական խոստումներից մեկը հեղափոխության ժամանակ, հեղափոխական խոստումներից մեկը վստահաբար շատ լավ կհիշեք, եղել է դատական իշխանության առողջացումը վեթինգի միջոցով եւ մենք ամենաշատը մեր ընտրողների կողմից, քաղաքասարակության կողմից քննադատվել ենք հենց նրա համար, որ խոստացված վեթինգը չեն կարել։ Իսկ ինչու չեն կարել խոստացված վեթինգը, որովհետեւ սահմանադրությունը այդ հնարավորությունը մեզ չի տվել, այդ թվում եւ հետադարձության կարգավորումների հետ կապված։ Ինչ որ բան մոռացա։ Չգիտեմ, արձագանքի կտեսնենք։